Բարև։ Պարոն վարչապետ, Հաջան։ թոշակները քիչ կավերցնես։ Հնարավոր չէ ապրել։ Ինչքան 46-ը եղել է 56։ 56 անկանխիկ առևտուր անում եք հայրիկ ջան։ Հա, Ինչքան եք հետ ստանում։ հետ մեծ չունեմ։ Ոնց չես կարող։ Ես քարտով չեմ անի։ Բա չէ պետք է անեք։ Դու չեմ անի, ես պես չեմ ուզե քարտով, չեմ հասկանա։ Հայրիկ Անգրադիատ մարդը 100 տարի։ Հասկանալու բան չկա։ Ամեն ինչ է։ Որ բան եք առնում, փող տալիս եք, չէ։ Փարակ ուտա։ Չէ, այդ փարայի տեղը այդ տան մեզ ճտ։ Դա լավ մարդնցի բամլի սորվեցն իսերացու։ Մի րոպե, հայրիկ ջան։ Ես եղել եմ քուչապ, նոր եղել եմ ես կա։ Ճիշտ է։ Կարամ բան ասեմ։ Ասում եմ 10,000 էլ տեղ ավել կստանաս։ 100 մեր զամբյուղն իշքան է։ Մեր զամբյուղը 120-130 հազար։ Դաղ դես մոմենտին։ Եսը իշքան է։ Հա։ Դուն տողենը 46-50 հազար մանատ ընձի։ Հայրիկ ջան, նվազագույն եթե 10,000 ավելցրի 20,000 թանգից է։ Չէ, տեն չի։ Հայրիկ ջան, նախ 10,000 պլյուս 10,000 ենք ավելացրել։ 10,000 ընձի ավել չի է դեր, վատել է։ Անկանխիկ պետք է առևտուր արեք 10,000 հետ կստանաք ավել։ Դու ես ինչ գործում եք վերասա, սաղ ճանքից նախ դե եղես, նախ։ Դե հա, սաղ կյանքը, բայց կյանքը փոխվում է, չէ։ Մենք է կյանքի հետ պետք է փոխվենք։ Ես էլ չեմ կրա փոխվի, արդեն ուշ է, պոեզը գնացել։ Հələ մի հատ նվազագույն սպառողական զամբյուղը, չէ։ Նա Թորոսյանն 1000-ից ավել է, ինչ բուժես հաշիվ։ Չէ, վիճակակ, այս ամսման հեսա տենանք ամեն ամսից հրապարակում ենք, տենանք վերջին թիվը ինչքան է, վերջին թիվը տենանք ինչքան է։ 10,000-ի տեղը մեկ 40,000 ավելցները։ Հիմա ինչքան էր ձեր թոշակը։ 56 նվազագույնը իմ վերջին տվյալով 63,000 դրամ է։ Անկանխիկ առևտուր որ անեք, նվազագույնից ավել կստանաք։ Մեր զանգուղից պետք է պագաս չեղնի, այո, բայց քուգը պագաս էր գոն։ Անկանխիկ առևտուր էլ արեք, կլինի կգա զամբյուղից ավել։ 10,000 դրամ փողը դրած, ասում եք ձեռդ պարզի վերցրու, ասում ես չեմ։ Չեմ համոզվից երեսածի։ Խի, հայրիկ։ Չեմ, որովհետև անկանխիկը ո՞րն է։ Քարտ չունեմ ես։ Թոշակ առանց քարտի չեք կարա ստանալ։ Կստանամ։ Քարտով եք ստանում, քարտով չեք ստանում։ Բանկից ճերտան պասպորտս կուտամ։ Հայրիկ ջան, քարտով չեք ստանում թոշակը, ոնց կարա տել։ Քանի տարեկան եք։ Քանի տարեկան։ 124 տարեկան եմ։ Չէ, չեք կլինի։ Քարտով եք ստանում, քարտով էլ առևտուր արեք, կգա ձեր հետ վճարնել հետը նվազագույն սպառողական զամբյուղի։ Ես անձամբ որպես թոշակ ինչքան է նվազ։ Ահա։ Շատ լավ է, էլի դժգոհ եղեք։ Այ երբ որ անկանխիկ առևտուր անեք, 61,000 է նվազագույն սպառողական զամբյուղը, կլինի ու ընդ որում այդ նվազագույն սպառողական զամբյուղի մեջ 6,000 դրամը հաշվարկած է առողջապահական ծախսերը։ Ձեր առողջության ապահովագրությունը ունեք, այսինքն ձեր թոշակը իրական սպառողական զամբյուղից հələ 6,000 դրամ էլ ավել է կանգնում։ Ով որ հաշվարկել է թող կա իմ տուն ապրի անվճար։ Մենակ քանի հոգով եք ապրում։ Սնունդի պարատը, ես ու պարավսեք։ Ինքը ինչքան է թոշակ ստանում։ Էլի 33 թոշակ չկա։ 46-ից պակաս թոշակ չի կարա ստանալ։ 46-ից պակաս չի։ Հիմա տեսեք։ Մի րոպե, եկեք 46 անկանխիկ առևտուր էլ անի կստանա 56 պլյուս 2-ից սպառողական զամբյուղը իրար հետ մինուս 6,000 առողջապահական երկուստ էլ ունեք առողջության ապահովագրություն այսինքն ձեր երկուսի թոշակը առողջության բանի նվազագույն սպառողական 61,000 դրամ զամբյուղից ավել է մոտավորապես 10,000 դրամ չէ պարոն վարչապետ շատ աղքատ կաբրենք եղբայր Մարզը աղքատ կաբրենք մանավան թոշակ առունը հայրիկ ջան ձեր ազգանունը ինչ է պետ չէ 2018 թվին այս 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ մենք նվազագույն թոշակը 3 անգամ բարձրացրել ենք 8 տարի ես վարչապետ եմ 7 անգամ մենք թոշակի հարցին անդրադարձել ենք 7 անգամ եղբայր ջան 16,000 դրամով ընդունել եմ սարքել եմ 46,000 դրամ պլյուս 10,000 դրամ պլյուս
Վաղը 3 Դուք օրեկակ վարչապետ բյուջեն 0 էր։ Այդ եմ ասում։ Ես գիտեմ։ Բայց Ես գիտեք, շատ լավ հետաքրքրվել եմ։ տեսեք, հիմա նաև դուք Աստված չանի, եթե առողջական խնդիր ունենաք, պետությունը ձեր նվազագույն գնացել եք, ինչի չեք գնա։ Ինչի։ Վախենամ, վարտերտան մնամ տանջիկա։ Ուրեմն ձեր տիկնոջ նվազագույն թոշակը իրար հետ նվազագույն սպառողական զամբյուղից էականորեն ավել է։ Հիմա պլյուս մենք ասում ենք, որ քանի որ թանկանալու է, մենք 2028 թվականից կնայինք գնաճը ինչքան տոկոսը բարձր կլինի, այդքանով էլի թոշակը առնվազն կավելացնենք։ Հիմա որ ասում եք բյուջեն 0 է, տեսեք 16000-ից սարքել ենք 46000 դրամ, հայրիկ ջան։ Սարքել ենք, որովհետև որ դա մեծ ջանք եւ աշխատանք է։ Այս անգամ որ ավելցրի, դի 20-30 ավելցներ որ հայրիկ ջան 10-ը ավելցրել ենք, 10-ն էլ անկանխիկ առևտրով պետք է հետ սպառ։ 10 ավելցրել ես 20 թանկացել է։ Դե 20 չի թանկացել, հայրիկ ջան, տեն չի։ 10-ից ավել թանկացել է։ Ի՞նչն է թանկացել։ Ես Մենք հիմա կհաշվարկենք հաջորդ տարվա 2028 թվականի բյուջեի համար կհաշվարկենք ինչքան թանկացել է, այդքան կինդեքսավորենք, ինչքան թանկանա, այդքան կինդեքսավորենք, որ այս գծից ավելի վատ չլինի։ Ներողություն։ Ով գիտե մեր հացի կիլոգրամի ճաշը։ Մեր մոտ է։ Ով գիտե։ Հացը կիլոգրամով չեն վաճառում, հաց կա 150 դրամ, հաց կա 200 դրամ, հաց կա 400 դրամ։ Գրամը Ասու բերանից ելած ոսկովի մարդը 150 գրամ։ Գրամ քսեր, չէ։ Փաստը ավտո ունես։ Եկեք գնանք լխանութ, եկեք գնանք խանութ։ Խանութը հացը 120 դրամ է, 130։ Բայց դա կիլոյով չեն հացը կիլոյով չեն ծախում, հացը հատով են ծախում։ Հացը։ Այդ որ թիմնա, այդ են վախտեր որ հաց։ Այ մարդ, մեր հացը 120 դրամ է։ Բայց քաշը 130 գրամ է։ Դրամն ու գրամը։ Դե հիմա հայրիկ ջան, Հայաստանում վերջին անգամ հացը կիլոյով երբ են ծախել։ Սովետի վաղտը եղեն, որ դանակով կտրում էին, տենում ասում էր մի կիլո հաց դու, կտրում էր, պակասեր լնում, մի քիչ էլ սենց էր կտրում, դնում էր ավել, հիմա տենց բան չկա։ Չէր քանդվը սատկեր սովետին, չի քանդեց։ Աշխատանքների համար։ Հայրիկ ջան, ամեն դեպս արձանակ դու ես ասում բյուջեն 0 է եղել, 0 չի եղել, բայց հիմի հա ըստ էության 0 է եղել, որովհետև 2017-ի համար մենք կրկնակի ավելացրել ենք։ Հիմա դուք ունեք առողջության ապահովագրություն, մի չնայած լավ տեսք ունեք, առողջ եք, մեր մեջ ասած ուրիշ օգնող ունեք, թե դուք թոշակով եք ապրում։ Օգնող չունի, թոշակով չի ապրում, սուտ է։ Ով է օգնում։ Տեղես, աղջիկս, երեխեքս ստեղ չեմ, մեկը Մոսկվա է, մեկը Մինսկ է։ Ընդից մեզի Ամեն դեպս կա հաշվարկ։ լավ է, թե թոշակով հաց կմորանք, հաց։ Ասեք։ Ինչ է։ Ասեք։ Բան ունեք, չէ։ Հարիկ ջան, ամենայն դեպս դա կա հաշվարկ, այդ հաշվարկով է։ Հիմա միջին թոշակը նվազագույն սպառողական զամբյուղից շատ է։ 18 ես վարչապետ եմ դարել, նվազագույն թոշակ եղել է 16, հիմա 46 է, պլյուս անկանխիկի հետ վճարով 10000-ը, այսինքն 56 է։ Զամբյուղը 90000-ից պակաս չէ, պարոն վարչապետ։ Է Հարիկ ջան, ես չեմ համոզվի։ Թոշակն է 46000։ Դա հիմա դրա համար կա հաշվարկ, կա բանաձև։ Հաշվարկ բանաձև։ Ես կարամ մեկը կասի 90-ա, մեկը կասի 120-ա, դրա համար պետական ինստիտուտ կա։ Պետական ինստիտուտը ասում է այսքան է, վերջինը 61000։ Վերջինը 61000-ն է։ Մեր թոշակը հիմա ձեր 61000-ը 46000-ը թոշակն է։ Ինչքան է բարձրացել։ Դուք չեք ասում 56000-ա թոշակը ձեր։ 46 էր իմ եղել է 56։ Դե ասում եմ անկանխիկ առևտուրել որ անեք։ 46 Հայրիկ ջան։ Ընդամեն 90000։ Հայրիկ ջան, որ անկանխիկ առևտուրել անեք, ձերը կդառնա 66 եւ տիկնոջն էլ կդառնա 56 եւ ասում եմ սպառողական զամբյուղի մեջ 6000 դրամն էլ առողջության ծախսերն են, որ դեղի բանի ծախսերն են։ Այդ ծախսերին էլ հիմա առողջության ապահովագրություն ունեք, ձեզ դուք չեք վճարում էլ դրա համար։ Այսինքն դե ֆակտո ձեր տիկնոջ
թոշակն էլա բարձր անկանխիկ առևտուրը հետը բարձրա նվազագույն սպառողական զամբյուղ։ Բոլորը հեշտ է, ամսի 7-ին տերտանք տնდրենք։ Դե այսքանից հետո որ կընտրես պարտավորություն ես դնում իմ վրա որ ձեր ասածներ ավելի շատ մտած։ Շնորհակալ եմ։